Ինչպես գիտեք, անցյալ չորեքշաբթի սկսանք խոսել Սուրբ Հոգին բարգևներու մասին եւ ասենք թե Սուրբ Հոգին բարգևները Աստուծմե դրված կարողություններ են, որբեսի կործածվին Աստուծո թագավորության մեջ, Աստուծո ծառայելու եւ ասենք նաեւ որ Աստված կուտա այս բարգևները իր ուզածին պես իր Սուրբ Հոգի միջոցով եւ ամեն մերգուն իր պետքին համաձայն, իր կարողության համաձայն Աստված բոլորը կբաժնե եւ անշուշտ Աստված գիտե ով ինչ կրնա անել եւ եկեղեցի մասին որ խոսեցանք անցյալ շաբաթ, ասենք թե եկեղեցին անդամներ ունի եւ ամեն մարդ նույն բարգևները չունի, Աստված ամեն մեկուն դարբեր բարգև կուտա, որբեսի իրարու լրացնեն եւ այս բարգևները միասին բերվելով, երբ որ կործածվին, Աստծո թագավորություն առաջ կերտա եւ կտեսնենք, որ Աստված կփառավորվի եւ Աստծո կորձը առաջ կերտա։ Այսօր պիտի անցնիմ Սուրբ Հոգին բարգևներուն ցանգին, որ մեր վերջ մի քանի կարևոր գեդերալ պիտի ցերեդը բաժնեցիմ Սուրբ Հոգին բարգևներուն հետ կապված։ Ամբողջ այս բարգևները որ կան, ընդհանրապես կտեսնենք ասոնք առաջին Կորինթացիս 12-ին մեջ եւ Ռոմայացիս 12 եւ առաջին Պետրոս 4 հոն է որ գիշվին Սուրբ Հոգին բարգևները։ Այսօր գուզեմ արագ կերպով անցնել այդ բարգևներուն վրայեն Կալիք շաբաթներում քիչ ավելի խորուն կպիտի երթանք, մասնավորապես տեսնելու թե որոնք Աստված դակավին կկործածե եւ անոնց պետք կգա եկեղեցի մեջ եւ որոնք այս թարուս մեջը գեցած են, ասեմ կամ թե Աստված այդ մասը այդ բարգևները այլևս չկործածեր, բայց առաջին թարու մեջ այդ բարգևները պետք էին եւ կործածվեցան։ Անշուշտ ավելի պիտի ստագացնեմ ինչ կսեմ հիմա կարճ ձևով կխոսիմ, բայց երբ որ սկսենք խոսել ամեն մեկ մասին շատ ավելի պիտի ստագանա եւ պիտի ասեմ ինչ են տարբերությունները այս բարգևներուն։ Առաջին բարգևը որ կտեսնենք առաջին Կորինթացիս 12:8-ին մեջն է, գսե 12-ը գսե ներողություն 12:8 սի հայերեն եւ անգլերեն քիչ տարբեր դերերն են 12:7-ի մեջ գսե Անվոր պիտի սորվեցնել իմաստության մասին գսե ճիշտ բարերը փոխված են ինչու չեմ գիտեր աստեղը առաջին Կորինթացիս ներողություն սխալ դեղ բացել եմ Ռոմայացիսն է անորոշ առաջին Կորինթացիս 12 առաջին Կորինթացիս 12 8 սխալ դեղ բացել ենք Okay. Առաջին բարգևը գսե Մեգուն հոգիով իմաստություն։ Հետաքրքրական է բարգևներու մասին որ խոսեցանք գսենք հոգին գուտա եւ այս իմաստությունը հոգիեն դրված է։ Հոգիեն դրված է եւ ասիգա աստվածային իմաստություն է, մարդկային իմաստությունը չէ եւ այս անձը որ այս բարգև ունի ամեն բանի լուծումներ կրնա տեսնել գտնել Աստուծո ակնոցներով տիպված եւ Աստուծո սկզբունքներով հաստատված ասենք պատասխաններ կամ լուծումներ կրնա դալ եւ օգնել որ գտնվի երկրորդը նորեն 8-րդ համարի մեջ կսե հոգիով իմաստության խոսք դրված է ուրիշին գիտության խոսք ամեն մարդ գիտություն չի գնարունենալ ինչ որ Աստուծմե գուկա այս գիտությունը սուրբքրային գիտություն է եւ պետք է ասեմ որ ամեն մարդու չէ դրված օրինակ համար
Փաներ գա որ մարդիկ լավ գիշեն եւ լավ միտքերնին գնան բայ անցիկ կան որ գնան այս մեկը ունել ադիգա աստվածային բարգև մնե եթե ինձ մե հարցնեք համարի մդեղը միտքս չեմ գնար չէ հիշել համարներու դեղը գիտեմ համարները բայց համարներու դեղը չեմ հիշել այդ գիտությունը ինքնին աստվածային բարգև մնե որ աստված կփաժնե եւ շատ մդեղեր պետք են եւ օգտակար են եւ եկեղեցին օգուտին համար են 12:9-ին մեջ կսե մյուսին հավատք նույն հոգիով նորեն հոգիով դրված է այս մեկնը հավատ դրված է հավատքի մեջ զորավոր է ուրիշին գսե բժշկության բարգևներ նույն հոգիով նորեն հոգիով բարը գշեշտե բժշկության բարգև դված է որովհետև այս բոլոր հոգին գուկա հոգիով բարը հոնգշեշտվի 9-րդ համարին մեջ բժշկության բարգևներ գսե այսինքն հավատքեն վերջը բժշկության բարգևը գա որ աղոթքով ցերտնելով գլար եւ ասիգա նաեւ գշարնակվի 28-րդ համարի մեջ գշեշտե 30-րդ համարի մեջ նորեն գսե եւ աստված եկեղեցին մեջ դրա մեկ քանիները նախ արաքյալներ երրորդ մարգարեներ հրաշներ կորձողներ յետքը բժշկելու բարգև ունեցողներ 30-ի մեջ գսե միթե ամենքը բժշկության բարգևներ ունին միթե ամենքը լեզուներ գխոսին միթե ամենքը թարգմանություն ունեն կտեսնենք որ այս բժշկության բարգևն ալ աստուծո մեկ գուկա եւ անոր հետ հրաշներ գադարելու բարգևը հոս կշեշտվի անգևերջը 10-րդ համարի մեջ 13-րդ գլխուն 10-րդ համարի մեջ գխոսի ուրիշին գսե հրաշագործություններ ուրիշին մարգարեության հոգին հիմա մարգարեությունը մենք երբ որ մարգարեություն բառը կգարտանք միտքերնից գուկա Սուրբ Գիրքի մեջի մարգարեները որ մարգարեացան քալիք բաներու մասին այս մարգարեություն բառը նույննադեն կնշանակե թե մեկը գրնա Աստծո խոսքը խոսելով մեգումը ասել փամը որ այդ մարդը այդ անձը պետք ունի եւ անգե ուղղություն գարնե ասել չէ թե անպայման այս մարգարեությունը քալիք աբակայի թեփկերու մասին է հակառակ որ Աստված կարող գուտա այնալ եթե պետքը ըլլա անգե վերջը գսե ուրիշին հոգիներու ընդրություն ուրիշին հոգիներու ընդրություն ասփարը ընդրություն բառը discernment բառն է որ զանազանության հոգի է մեկը որ գրնա զանազանել շիդագը սխալեն ձուրը շիդագեն եւ ասիգա շատ կարևոր բարգև մնե որ գուսամ որ ամենքսալ ունինք անշուշտ այս բարգևը գզորանա երբ որ մեկը Աստծո խոսքի մեջ ավելի գզորանա եւ կարևոր բարգև մնե անգևերջը 10-րդ համարը գշարնագե գսե հոգները ուրիշին զանազան լեզուներ հոս լեզուներու շուրջ կապված հարցում որ միշտ կա արդյոք լեզուներ խոսելը այսօր կարևոր է կամ թե աստուծմե է Սուրբ Հոգին է ինչ որ անցալ չորեքշաբթի քիչ հարցուցինք հոս կսե զանազան լեզուներ մեկ լեզուի մասին չի խոսիր ասել է թե ինչ որ բադայեցավ կորցկարակելոցի մեջը երբ որ աշակերտները սկսան Աստծո խոսքը դարածել դարբեր լեզուներ զանազան լեզուներ խոսեին մեկ լեզու չէ ինչ որ այսօր մարդիկ կսեն Սուրբ Հոգին խոսեցնե եւ անշուշտ մեկը չհասկնար նախի վրա աս լեզուները զանազան լեզուներ երբ որ գսե հասկանալի լեզուներ էին եւ մարդիկ կհասկանային ուրիշներ գսե գշարնագե ուրիշներ
թարգմանության լեզուներու թարգմանություն ուրիշ համարի մեջ կսե եթե մեկը լեզուներ խոսի ուրիշ մնալ թող թարգմանող թողլա ասալ բարգև մնե որ այսօրերս չենք տեսներ չենք գտներ ուրեմն բարձաբես ասոն կսեմ որբեսի ձեր մտքերը աշխատին տեսնելու թե ինչ կբադայի այստեղը անգե անթին գշարնագե բարգևներու մասին 28-րդ համարի մեջ գսե եկեցի մեջ դրա մեկ քանիները երրորդ վարդաբերը յետքը հրաշներ կորձողները բժշկելու բարգևներ օկնողներ գսե օկնողներ Աստված մի քաներ բարգև դված է օգնելու ասալ բարգև մնե ամեն մարդ այդ բարգևը չունի եթե թուն պետք մը գտեսնես եւ սրդիդ վրա գծանրանա այդ պետքը ամիջապես օգնության գասնիս ադիգա բարգև մնե ամեն մարդ չունի այս մեկը անգե վերջը 28-րդ համարի մեջ կսե գարավարողներ ուրիշներ աստված ուրիշներուն դված է գարավարության կարողությունը այսինքն մեկը որ գրնա գարկի տնել ամեն բան եւ ամեն բան գարավարել գարկանոնով ասալ բամնե որ աստուծմեն դրված է եւ բարգև մնե Ռոմայացիս 12:8 կսե հորթորող ամբոր հորթորել բիդի հորթորելու յետևե այս հորթորելնալ բարգև մնե անգլերենով exhortation գսե exhortation հորթորողներ պետք ունենք ասկե ամիս մահարաջ եթե գիշեք պատկամը դվի հորթորողներու պետք ունենք եկեցի մեջը շատ կարևոր է հորթորողները անոնք որ պիտի քաչալերեն մարդոց անոնց որ ցերկեն պիտի բռնեն եւ վեր վերցնեն իրենց հույս տան իրենց օգնեն որ իրենց ուրախությունը խաղաղությունը յետ գտնեն 12:7-ին մեջ կսե սպասավորություն ընողներ սպասավորություն ունել անոնք որ միշտ գասնին կորձը լա ամիջապես պատրաստ են ունելու լա դիգա եկեցիներ լա դիգա եկեցին դուրս ճաշի ժամանակ ճաշկերտի ժամանակ եւ մի քանի անձեր գիտեմ որ այս բարգև ունին մեկ իրենց փամը չսեր ամիջապես գնեդվին եւ սպասավորություն գնեն ուրիշներուն 13-րդ գլխուն 7-րդ համարը ուրիշ բարգևնալ գսե սորվեցնել անոնք որ գրնան սորվեցնել ուսուցիչ բարը հոսպիտի կորձածեմ ուսուցչություն ունել խորիմ անձնական իմ բարգևներս մեկը սորվեցնել է կարոզել է ավելի սորվեցնել ասալ աստվածային բարգև մնե որ աստուծմե գուկա 13-րդ ուրիշ բարգևը 13-րդ գլխուն գսե ամբոր գրնա փաշխել դվողներ արադացերն դալ ասալ բարգև մնե աստուծմե եւ կարևոր բարգև մնե շատ գեղեցիկ բամը որ ամեն մարդ գրնա անել այս մեկը բայց անոնք որ այս բարգև ունին առանց չափելու միշտ դալու յետևեն են եւ վերջին բարգևը որ հոսքի հիշվի փաշխել գսե եւ վերագացուցանքով եւ ողորմող հոժարությամբ ամվոր գողորմի միշտ դգարներուն գասնի գողորմի եւ ասալ բարգև մնե եւ ինչպես էսի ասած մասին քալիք շաբաթներում մեջ ավելի պիտի խոսիմ եւ ավելի խորհուրդ պիտի երթանք
բայց կտեսնեք այստեղ արդեն 16 բարգևներ հիշվեցան, կարելի է ուրիշներ ալ կան, չեմ գիտեր, վստահ եմ գա ուրիշներ ալ, բայց ասոնք գծված բարգևներ են, որ եկեղեցին ամեն մեկ անդամ ասոնց մեկոնե մեկ հատը գունենա։ Ասոնք Սուրբ Հոգիեն դրված բարգևներ են, Եփեսացիս 4:8-ի մեջ կսե Հիսուս ինքը բարգևներ բաժնած է, Հիսուսի բաժինն ալ գա ասոր մեջ, Եփեսացիս 4:8 կսե անոր համար կսե Փարսր ելավ, քերությունը քերի բռնեց ու մարդոց բարգևներ դվա, որում մասին գխոսի ասիգա, եթե ոչ Հիսուսին։ Եվ ինչ են այս բարգևները 11-րդ համարի մեջը գարտան կսե եւ ինք մեկ քանին դվավ արաքյալները լալու, մեկ քանին մարգարեներ, մեկ քանին ավետարանիչներ, մեկ քանին հովիվներ եւ վարդապետներ։ Այս բոլոր բարգևները, որ հոսքի հիշվին, առաջնորդության բարգևներ են, որ Հիսուս ինքը կփաշխե գսե, ինքը դված է եւ ասոր մեջ ալ իրեն ամեն մեկը իր բաժին ունի եւ ինչպես ասի ասոնց մե ոմանք անցյալին էին ներգայիս չգան օրինակի համար արաքյալները անոնք էին, որ Հիսուսը տեսած էին, այսօր ոչ մեկը գնանք ինքը արաքյալ անվանել, որովհետև ոչ մեկենից ագանադես եղած ենք Հիսուսի այս աշխարհի վրա։ Հիմա կարևոր բանը ասոր մեջ այն է, որ ինչպես ասի ամեն մեկ անդամ ունի իր բարգևը, բայց ինչպես կարելի է գիտնալ, թե ինչ է քու բարգևդ, Աննաքույրը այսօր բացակայ է անցյալ չորեքշաբթի հարցուց, սիբիլի խոսի մասոր մասին, եւ ասեմ ինչպես կարելի է, անշուշտ Աստուծմե պիտի կա ասիգա, եւ ամփանը, որ Աստուծմե գուկա, ասել է թե Աստուծո խոսքին հետ կապված բան է, եւ ինչ որ Աստուծմե գուկա, Աստուծո փառքին համար պիտի կործածվի, եւ ինչպես կարելի է մեր բարգևը գտնանք, եթե ոչ, երբ որ Աստուծո խոսքը կքարոզվի եւ կամ Աստուծո խոսքը կսերդենք, Աստված կխոսի, Աստված մեր սրդերուն կտպնա եւ ասեմ քարոզչություն, բայց նույնադեն Սուրբ Գիրքի մեջը մարգարեանալու բառը կործած է, ինչպես քիչ առաջ բացատրեցի, մարգարեանալ ասել է Աստուծո խոսքը կործածել եւ մեգումը պետք եղած խոսքը դալ այդ վարյանին, որ այդ անձը պետք ունի։ Առաջին Դիմեթրիոս 4:14 գսե անհոգ միլար քուբրատ եղած բարգևին վրայով, որ մարգարեությամբ քեզի դրվեցավ երեցներուն ցերքերը քուբրատ թրվելովը։ Գսե այն բարգևը, որ քեզի դրվեցավ անհոգ միլար, ինչպես եղավ այս մեկը Դիմեթրիոսին, գսե մարգարեություն քեզի դրվեցավ, որ մարգարեությամբ քեզի դրվեցավ։ Այս մարգարեությամբ ասված բառը ճիշտ այն է, որ բացատրեցի, որ Բողոս Արաքյալը Դիմեթրիոսի խոսեցավ իրեն Աստուծո խոսքով եւ իրեն հայտնեց, թե ինչ էր իր բարգևը։ Հիմա շատեր գարցնեն իմ բարգևս ինչ է, չեմ գիտեր։ Ցեզի գնամ ասել, որ Աստված ամենուսալ կհայտնե, եթե մեր ագանչները բաց են եւ եթե մենք պատրաստ ենք այդ բարգևը ընդունելու եւ կորձի տնելու։ Շատերը չեն գիտեր, որովհետեւ գամեցողություն չունին այդ բարգևը կորձածելու։ Եթե գիշեք տաղանդներու արագը անոնք որ ունեին ավելին դվավ, անոնք որ անոր չի կորձածեց իրենց մե առնվեցավ այդ ունեցածնալ։ Մեկը որ Աստված բաժնած էր անանցին,
որ չի կործածեց, անի իր մե առնվեցավ։ Ուրեմն այս սկզբունքը այս Սուրբոքին բարգևներու մեջ կա, որ մեկը պետք է այդ պատրաստակամություն ունենալու, նվիրվելու եւ ծառայելու։ Պողոս առաքյալը կսե Ռոմայցիներուն որ գկրե Պողոս Հիսուս Քրիստոսի ծառա առաքյալը լալու գանչված Աստուծո ավետարանին մարբորոշված 11-րդ համարի մեջ գարտանք կսե քանզի գփապակիմ ցեզ դեսնել որ ցեզի հոգևոր շնորհքը հաղորդեմ որբեսի հաստատվիք հոգևոր շնորհքը գիշեք սկիզբը երբ որ Բարքև բարի գբացադրեի սի շնորհ բարեն մեջտեղ գուկա շնորհ բարեն մեջտեղ գուկա հոս Պողոս առաքյալը գկրե Ռոմայցիներուն ասելով որ ուզեմ ցեզի կալ որբեսի ցեզի դամ այն ինչ որ այն բարգևը այն շնորհքը որ պետք ունիք իմ խոսքերովս եւ հաստատելու մասին գխոսի հոնդեղը եւ այդ հաստատելու մեջը բարգևը հաստատելու մեջ նորեմ երթանք առաջին Դիմեթրիոսին 4:14-ը համարին երկրորդ մասը գսե որ մարգարեությամբ քեզի դրվեցավ երեցներուն ցերքերը քու վրա դրվելովը ինչի մասին խոսաստեղ երեցներուն ցերքերը քու վրա դրվելովը այսինքն երեցները հաստատեցին հիմա միշտ Աստված ինչ որ գխոսի մեգումը պետք է հաստատվի երկրորդ ցևոմը երբ որ պատկամը կստանանք Աստծո փամը անելու ուղղությունը կստանանք Աստված միշտ կհաստատե երկրորդ միջոցովը եւ երբ որ բարգևներու մասին կխոսենք հոս անցմը Աստծո ուղղություն կստանա այդ բարգևի նկատմամբ խոսքի միջոցով մարգարեության միջոցով եւ երեցներն ալ կհաստատեն այդ բարգևը հիմա այսօր անշուշտ մարդիկ եկեղեցիներ շատ ուրիշ ցևեր կգործածեն այս բարգևներուն նկատմամբ թե ինչպես մեկը գիտնա ինչ է բարգևները ցևոմը գամացանին որովհետև սուրբ քրային բաներ են որ կգործածեն մեգումը օգնելու որ հասկանա ինչ է իր բարգևը բայց նույնադենալ խորիմ թե մեկը եթե իրապես Աստծո գամքը կփնդրե Աստծո ծառայել գուզե Աստված անպայման անոր բիդի հայտնե իր բարգևը կամ բարգևները հարցարաններ կան այսօր որ կգործածվին եւ ինչպես դբրոցը երբ որ high school-ը երկրորդական վարժարանի մեջ ցեզի հարցարաններ դվին 9-րդ դասարանին դերևս գիշեք որ ինչ կարողություններ ունիք եւ ադորամեմատ ծեր major-ը ընդրեցիք ասածիսպես գոքնե բայց ճիշտ ծևը չէ կարծելով որ մեկը իր բարգևը հասկանա ուրեմն ինչպես կարդացինք առաջին Դիմեթրիոսի մեջը երբ որ մեկը բարգև ունի պետք չէ անհոգը լա այդ բարգևին թեմ առաջին Դիմեթրիոս 4:14-ը նորեն անհոգ մի լար գսե քու վրա եղած բարգևին վրայով անհոգ մի լար ասիգա աստվածային փամն է որ մեզի դրվեցավ եւ Աստուծո փառքին համար պետք է կործածվի երբ որ անհոգ կլանք անոր օրհնությունները կգործընծնենք ինչպես կարելի է որ միշտ արթուն լանք անհոգ չլանք այն բարգևին շուրջ որ մեզի դրված է երկրորդ Դիմեթրիոս 1:6 Պողոս առաքյալը գկրե գսե անոր համար քու միտքդ կծկեմ որ արձարձես Աստուծո բարգևը որ քեզի դրվեցավ երբ իմ ցերքերս քու վրա թրի միտքդ փերգսե մի մորնար առաջին Պետրոսի մեջ շալ գարտանք հիշելու մասին առաջին Պետրոս 1:13 գսե
Ձեր մտքերը կոդեբնտեցեք արթուն գեցած կադարելաբես հուսացեք այն շնորհքին, որ ցեզի բիդրվի Հիսուս Քրիստոսին հայտնվելուն ադենը։ Մտքերնիդ կոդեբնտեցեք արթուն գեցած կադարելաբես հուսացեք այն շնորհքին, որ ցեզի բիդրվի։ Այսինքն թեթևի չառնենք այս բարգևը, որ մեզի հանձնված է։ Երեքին մեջ ալ առաջին Պետրոս 3 Մեգեն երկու գսե նմանաբես գիներն ազանց պետք է լան իրենց այրերուն որբեսի եթե ոմանք խոսքին նազանց չլանալ առանց խոսքի շավին իրենց գիներուն ծեր սխալ կրած եմ ներամիտ կգտնվի առաջին Պետրոս ներոտուն երկրորդ Պետրոս հիմա սխալ կրեց երկրորդ Պետրոս 1:13 սխալ գարտացի բարդականություն գսեբեմ որքան ադեն որ մարմնի մեջ եմ մտքերնին ցկելով ցեզ արտնցնել Պետրոս կգրե ասիգա այսինքն հիշեցնել մգա Թերևս բատկամները որ գդրվին եկեղեցի մեջ անիգա գրնա օգտակար դառնալ այս հիշեցման 3 երկրորդ Պետրոս 3 մեգեն 2 գսե սիրելներ այս երկրորդ թուղթը կգրեմ անով ծեր անգերց միտքը արտնցնելու ծեր անգերց միտքը արտնցնելու Բողոս Պետրոս գիշեցնե որ նորեն ասիգա հարց մնե որ թեթևի չենք կնարարել եւ նախաբես Սուրբ Մարգարեներեն ըսված խոսքերը եւ մեր այսինքն դերոջը ու փրկին արաքյալներուն բադվերները մտքերնիդ փերեք չմորնակ դուք ինչի համար գանչված եք առաջին Դիմեթեոս 4:15 4:15 Ադոնց վրա խորհե ադոնցմով բարաբե որբեսի քու հարաճտիմությունդ ամենուն հայտնի ըլլա Շատ բաներ կա մեր կյանքի մեջ որ եթե մոռնանք չենք գնար ապրիլ առանց անոնց օրինակ մեր հերախոսին թիվը եթե մոռնանք ուրիշներուն չենք կնարդալ եւ մեկը չգիտնար ինչպես մեզ հետ կապի մեջ միտլա եւ այսօր նման շատ ուրիշ բաներ որ միշտ մեր մտքերում մեջ ունենք եթե ասոնք մոռնանք անոր վնասը կա եւ մեր բարգեւներում մոռնալնալ իր վնասը ունի Ադորամար այստեղ գիշեր չտե մի մոռնակ նորեն անգամ քանի անգամ ներգրգրտնե եւ առաջին Դիմեթեոս 4:13-ը մեզի գսե մինչև ես կամ միտք թիր գարտալու հորթորելու սորվեցնելու եւ հետո 14 մեջ գսե անհոգ միլլար միտք թիր այսինքն միշտ խորիր ադոր մասին շատ լավ բարգեւս ես ինչպես պիտի կործածեմ այսօր ինչպես իմ բարգեւս կնամ կործածել ուր կնամ կործածել Այս ցևով մոդենալ այս հարցին եւ պիտի տեսնենք որ Աստված պիտի թուրները բանա եւ մեզի առաջնորդե ուղե մեր բարգեւները կործածելու իր փառքին համար եւ ամբողջությամբ նվիրվել այդ բարգեւին կործածությամբ Հաբաթուն օրինակ եղիր հավատացյալներուն 13-ի մեջ կսե միտքը թիր հորթորելու սորվեցնելու եւ անգլերենի մեջ ամբողջությամբ բառը գործած է անդեղը որ ամբողջությամբ նվիրվիր այս գործը կատարելու քու բարգեւդ գործածելու Ռոմայացիս 12:6-8-ը գսե ուստի մենք զանազան բարգեւներ ունենալով այն շնորհքին համեմատ որ մեզի դրված է եթե մարգարեություն հավատքին չափով կործածենք եթե սպասավորության մեջ ըլլանք ան որ պիտի սորվեցնես սորվեցնելու յետևելա
ամբոր պիտի հորթորելու յետևե, ամբոր գփաշխե բարձմդությամբ թող ընե, ամբոր վերագացու է չանկով, ամբոր գողորմի հոժարությամբ, թող ընե գսե գոր, ամաս բոլոր ամաներ մեջ գբադվիր է Բողոս Արաքյալը որ ըրեք, ինչ որ պետք է ընեք, ինչ բարգև որ ունեք, արոր յետևեն եղեք, եւ առաջին Պետրոս 4:11 Գսե եթե մեկը խոսի Աստծո պատգամները թող պատգամներուն պես թող խոսի, եթե մեկը մատակարարություն ունե որպես թե Աստծո շնորհելու զորութենեն թող ունե, որպեսզի ամեն բանի մեջ Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսին ցերկով, որուն փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից ամեն։ Կտեսնենք, որ Վերջավորությունը այս բոլոր բարգևներուն Աստծո փառք բերել է, եւ ինչպես միշտ կսեմ, գիշեցնեմ, մենք ստեղծված ենք Աստծո փառք բերելու համար։ Եթե իրապես պիտի ծառայենք այն նպատակին, որուն համար մենք ստեղծված ենք, Աստված մեզի ստեղծեց եւ կանչեց, պետք է հիշենք, որ մենք մեր բարգևները, որ Աստուծո մեզի դրված է, պետք է կործածենք իրեն համար։ Ուրեմն կարևոր գեդը այս բոլորը Աստծո փառքին համար են եւ մեր հոգեվոր բարգևները պետք է գարավարվին Աստծո հոգիով եւ երբ որ մեկը գանցնի Աստուծո առաջ, Աստուծո հոգին առաջ եւ գուզե իր բարգևները կործածել, անալսեմ որ ընդհանրապես թուրը կփանա հբարդության եւ փառքը ստանալու, անցամ փառքը ստանալու եւ Աստված չի փառավորվի եւ հոնդեղը խնդիրներ կստեղծվի եւ ինչպես պիտի մեկը Սուրբ Հոգիով գարավարվի, եթե ոչ Սուրբ Հոգին բդուղը պիտի ըլլա զինք գարավարողը, որբեսի այս բարգևները լավագույն կերպով կործածվին։ Ինչ են Սուրբ Հոգին բդուղը ինչ է? Սուրբ Հոգին բդուղը այս է սեր, խնդություն, խաղաղություն, երկայնմատություն, քաղցրություն, փառություն, հավատարմություն, հեզություն, ժուժգալություն։ Այսպիսի բաներու թեմ օրենք չկա։ Երբ որ մենք մեր բարգևները կկործածենք այս բդուղներով, շիդակ ձևով կկործածվին։ Հիմա առաջին այս բդուղները, որ սերդեցինք, առաջին Կորինթացիս 13-րդ եւ 14-րդ գլուխներու մեջ էին։ Անոնց մեջտեղ գտնվող 10-րդ գլուխը կխոսի սիրո մասին։ Հետաքրքրական է, որ ինչու սերը հոն մտած է այդ բարգևներու մեջտեղ այդ սիրո մասին կխոսի։ Սիրո մասին կխոսի, որովհետև այս բոլոր բարգևները սիրո հետ կապված են, սիրով պետք է լան, Աստծո սիրով կառավարվին։ Եվ երբ որ կգարտանք կվերջացնենք Կորինթացիս 13, գսե ասոնց մեծակույնը ինչ է գսե հավատույսեր, կմնա հավատույսեր, որոնց մեծակույնը սերն է։ Ուրեմն սերը պետք է լա մղիչ ուժը այս բոլոր բարգևներուն կործածության։ Նայեցեք ինչ կսե առաջին Կորինթացիս 13 մեկի մեջ կսե եթե մարդոց ու ռեշտակներուն լեզուներ խոսիմ եւ սեր չունենամ ես ցայն դվող բղինցի պես եղա կամ հնչող ծնծղաներու պես լեզուները ռեշտակներուն լեզուները գարնամ խոսիլ գսե ինչ մեծ բան ինչ լավ բան բայց եթե սեր չունենամ գսե ես հնչող ծնծղաներու պես եմ գսե հետո
երկուքի մեջ գխոսի մարգարեության մասին, գսե, եթե մարգարեություն ունենամ ու հասկանամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտությունը եւ եթե ունենամ ամեն հավատքը մինչեւ լերները դեղափոխելու ու սեր չունենամ, ոչինչ եմ։ Ոստեղը բավական բարգևներ իշխվեցավ հավատքի մասին, մարգարեության մասին, իմաստության մասին, խորհուրդներ հասկանալ, գիտություն ունենալ, բայց եթե սեր չունենամ, գսե ոչինչ եմ։ Եվ երեքի մեջնալ կշարունակե նորեն խաղապար նույն միտքը։ Այո, այս բարգևները շատ լավ բաներ են գսե։ Եվ եթե իմ բոլոր ստացվածքս աղքատներուն գերցնեմ, դալու բարգևը, որ խոսեցանք անոր մասին, ու իմ մարմինս այրվելու դամ եւ սեր չունենամ, օգուտը չեմ ունենար։ Ուսա մասիգա մեզի հասկանալի դարձավ, որ այս բարգևները կարելի է կործածել, բայց կարելի է սխալ կերպով կործածել, եւ ադոր համար միշտ Սուրբ Օքին բդուղը ինը այդ հատկությունները, որ կան Սուրբ Օքին բդուի մեջ, անոնք են, որ պետք է կառավարին, եւ ամենամեծը անոնցմե այն է, որ սերը, եթե սերը չլա, Աստծո սիրով չլան այս բոլորը, կտեսնենք, որ անօգուտ է գսե։ Իմ աղոտ գսե, որ ամենք սալ այս մեզի դրված բարգևները հասկանանք եւ Աստծո սիրով կործածենք իր փառքին եւ իր թագավորության համար։ Տերը օրհնե բոլորը։